Լեոն ունի 4522 դոլար և 8 ցենտ իր բանկային հաշվի վրա։ Սկզբում նա ավելացնում է 875 դոլար և 50 ցենտ, ապա կանխիկացնում 300 դոլարը։ Որքան գումար մնաց նրա բանկային հաշվի վրա։ Ինչպես տեսնում ես, նախ սկզբնական նա ուներ 4522 դոլար և 8 ցենտ, 4522 դոլար և 8 ցենտ։ Սա մենք կարող ենք դիտարկել նաև 4522 ամբողջ 800-ական, քանի որ 1 սենտը կազմում է դոլարի 1/100 մասը, հետևաբար սա կլինի 8 սենտը կլինի 800-ը։ Այնուհետև ասում է մեր խնդիրը, որ Լեոյի բանկի հաշվի համարին ավելանում է 875 դոլար և 50 ցենտ։ Գումարենք 875 դոլար և 50 ցենտ, այսինքն 875 ամբողջ 50։ Տեսնենք, թե ինչ ենք ստանալու։ 8-ին գումարած 0 հավասար է 8։ 0-ին գումարած 5 հավասար է 5։ Դնում ենք ահա մեր կետը։ 2-ին գումարած 5 հավասար է 7, 2-ին գումարած 7 հավասար է 9, 5-ին գումարած 8 հավասար է 13, 3-ը կգրենք, 1-ը կմտապահենք կամ կվերախմբավորենք, ինչպես դա նաև կոչում են, 1-ին գումարած 4 հավասար է 5, այսպիսով ավելացնելուց հետո նրա բանկային հաշվին եղավ 5397 դոլար և 58 ցենտ։ Այնուհետև խնդիրն ասում է, որ նա կանխիկացրեց 300 դոլարը, այսինքն նա բանկային հաշվի վրայից հանեց 300 դոլար, հետևաբար մենք կհանենք այստեղ 300 դոլար, որպեսզի մեր հանումը ճիշտ ստացվի, այստեղ 10-որդական հատվածում կգրենք 2 0, այսինքն 300 դոլար և 0 ցենտը նույնն է, ինչ 300 դոլարը։ Կատարենք հանում։ Ես փոխեմ գույնը իմ գրիչի և շարունակենք։ 8-ից հանած 0 հավասար է 8, 5-ից հանած 0 հավասար է 5, դնում ենք մեր կետը, 7-ից հանած 0 հավասար է 7, 9-ից հանած 0 հավասար է 9, 3-ից հանած 3 հավասար է 0 և 5-ից հանած ոչինչ հավասար է 5։ Այսպիսով Լեոնի բանկի հաշվի համարի վրա ուներ 5097 դոլար և 58 ցենտ։